Այս հետաքրքիր տեսարաններից մեկն է, մի հոգի գործ է անում, 5 հոգի լուրջ, շատ ուշադիր հետևում են։ Այսօր հեռու տեղերում գործ ունեմ, սուրճս խմեմ ու գնամ։ Հաստորեն մեթոդը իրան արդարացրեց, մինչև ես սուրճը խմեցի, մեքենան սարքվեց, աղբը դատարկեցին ու գնացին տղեկը։ Ողջույն, ես տեղ միացրեցի, որ էկրանի վրա տեսնեք ժամը, օրը, եթե ես հանկարծ սխալ ասեմ, ես կարող եմ սխալ ասեմ, ամսի 7-ն է, մարտի ու 3-ն է, 10 աստիճան ջերմությունը։ Հիմա գնում եմ մոտավորապես Արշակունյաց վրա Բողոկայի կադաստրը, մի տարի է արդեն այդ գործի վրա էր սկզբից Դավիթը ալից ընկավ, հոգնեց, հիմա ես եմ սկսել այդ գործով զբաղվել, մի անգամ երկուսով գնացինք կադաստր, չեմ անում հիշում եք այդ գետառը, որ գնացինք, մի խոսքով այդ ստրուկտուրաներից լավ կռուտի տանող հələ չեմ հանդիպել, առայժմ այդքանը, եթե առիթ լինի կպատմեմ, ինչ օիններ կարան բերեն մարդու գլխին։ Գայի պողոտա 4-ին 20 պակաս, վերջապես կանգնեցի, ես ոսկու գործարանի բակնա, գնացի ոչ մի տեղ չգտա, ես ոսկու գործարանի շենքնա, Արշակունյաց փողոցը, ես մեկը գեղեցիկ շենքա կամարներով, են հետևները նորակառույցները, այն ձեն մայթ հապեր շատ դժվար խնդիր է։ Ասում են ջուր խմելուց նույնիսկ օձը չի խանգարում, լսել եք տազվան, չէ շնորհակալություն երեխեք ջան, խմեք։ Հա չէ ստեղ չի կադաստրը, են մի շենքի տակ է։ Բոլոր դեպքերում մինչև կանգար պետք է գնամ։ Աերոկլուբ 96 թվից։ Ինչո՞վ է զբաղվում, հետաքրքիր է աերոկլուբում փագը։ Ստեղ նույնն է գրած։ Գիտեք ինչ է, կարող է իմանալ, աերոկլուբ ինչ է նշանակում։ Պարաշուտներով թռնում։ Օ, շնորհակալություն։ Պարաշուտներով թռնում են, դրա համար էլ փակ է, չէ, գնացել են։ Այն շենքն է այդ, տերմինալ 5 էր կոչվում, Սուքասյանից առևտրի կենտրոնների վերջում։ Հետաքրքիր զբաղմունք է, չէ՞, պարաշուտով թռնել։
ես հիշում եմ, ստեղ բոլորը թղթից է այդ պակետները, ցելոֆանի տեղը։ Մի րոպե սապցեկան միտնեմ։ Հայ մինչև 18 տարեկան ծխախոտի վաճառքը արգելվում է։ Այս շենքը ոնց էր կոչվում, արդեն մոռացել եմ, մամուլի շենք է երևի։ Այս մի շենքն էլ հիմա կոչվում է Տիգրան Մեծ հրատարակչություն։ Բայց այնտեղ են դալանի վերևը ցուցանակը գրած էր, հիմա չկա։ Սա դե հիշում եք մի վաղ ցեկայի տպարաններ, հետո սեփականաշնորհվեց։ Սուրան մտնում եք ոգիրը։ Ինչ-որ հեչ տեղ չի երևում։ Крси, аз своя. Крси. Աշխարհի ջրեղենը ստեղ է։ Ինչ մուտք են թողել խեղճ ու կրակ։ Ստեղ էլ է, սառնարան է։ Տենամ գործս ես անգամ ինչ ալնում։ Spirit Market Cake House, ստեղ փողոց անցնում։ Կրկեսը լռում է։ Այդ շենքի կողքը փոքր է, չէ՞, կրկեսը նայվում։ Համաձայնվեք, Երևանը բավականին հետաքրքիր նենց հայկական յուրահատուկ ոճ ուներ էլի շենքերը։ Շնորհակալություն։ Հետո քանի գնաց, այնքան դարավ անդեմ։
ոնց որ գեղեցկություն է էլի, չէ՞։ Բոլորը իրար նման են դառնում մի տեսակ։ Ինչ-որ չհանդիպեցի կադաստրը, կարող է անցա։ Ես հիշում եք ստեղ գորվետկաներ, ես դեմ դիմաց շատ հետաքրքիր ինչ-որ մանկապարտեզ է։ Ոչ պետական։ Ես էլ մամուլի շենքը արդեն նորմալ երևում աստեղից։ Գոյով, բուսաթով։ Այլ մեկն է, ոնց որ։ Այստեղ գրած է Մարշալ Բաղրամյան հիմնադրամ։ Հա, այս բանն էր, հա, Դոսաֆի շենքն է։ Մի խոսքով ակին բաներ է գրած, բայց իմաստուն են Դոսաֆն է։ Հա, այս է, Հայաստանի Դոսաֆ, համահայկական, հայրենասիրական և այլն։ Են անդեղ դրոշ է կպցրած, երևի ինչ-որ պետական կառույց է։ Են էլ են թաղամասն է, բարձր շենքերի են։ Սասվուր կորտի դիմացն էր։ Այսա կադաստրի կոմիտե ընդհանուր բաժին։ Ընդեղ է իրանց մուտքը աշխատողների, բայց ընդեղ ոչ մեկը քեզ լսել չի ուզում, ասում է եկեք ստեղ։ Այս դրոշները հետաքրքիր է։ Հիշացնեմ են անեկդոտը, որ այդ նորեկներից, հայրենադարձներից մեկը փողոցով գնում է ու տենց մի հատ փոս է ալնում, ոտը ընկնում է այդ փոսի մեջ, կոտրում է ոտը, ջղայնացած ասում է, ես ինչ մարդիկ եք այ մարդ, որ սենց փոս է ալնում, մի հատ դրոշ դրեք, որ մարդ զգուշանա։ Այդտեղ մեկը ասում է, այդ նավով որ եկար ախպեր ջան, ասում է, են եկա դրոշը չտեսար, կպցրած էր։ Հիմա այս դրոշն է։ Ձեզ էլ որ մի տարի կռուտի տանեին, սենց տխուր բաներ կհիշեիք։ Դե լավ, գնամ մի հատ էլ բախտս փորձեմ։ Այո, պարզվում է այս գեղեցիկ շենքը, որ միշտ են մայթից նայում հիանում էինք, հենց դա էր կադաստրի շենքը, ժողովուրդ։ Վերջապես հաջողվեց հանդիպել այն մարդուն, որին ձգտում էի հանդիպեի, որտև ինձ ասեցին մի հատ այդ խճճված իրավիճակից, եթե մեկը գլուխ անի, այդ մարդն է։ Զրուցեցինք, մի խոսքով պլանը կազմեցինք, ինչ գործեր է պետք անել, տենանք, հետագան ցույց կտա։ Ամեն դեպս հուսադրող գործից հասկացող մասնագետ էր, ոչ թե ուղղակի են տաշողներից։ Ես էլ խլադոկ կոմբինատ է, որի հիմա էլ խլադոկ կոմբինատ չի, բայց ինձ շատ հետաքրքիր է այս շենքը ինչ ա եղել այդ գեղեցիկը սովետի վաղտ։ Այ որ իմանայի ընդ տղեկին կհարցնեի, կարողա տեղյակ կլինեին։
Շատ կադաստրի աշխատող է, չէ։ Լավ, հիմա ես գնամ ժողովուրդ։ Ես էլի ոսկ գործարանն է։ Ես գնամ այն կողմից մի հատ անցում, որտեղ ստեղ հնարավոր չի անցնել այս փողոցը։ Ես էլ հաջորդ գեղեցիկ շենքը խլադո կոմբինատն է։ Ինչա գրած։ Վաճառվում են տրվում կոմերցիոն և պահեստային տարածքներ։ Չէ, վարձով, վաճառվել չկա, վարձով տրվում են։ Հետաքրքիր է այդ խլադո կոմբինատի բանվորներն են, հա, երևի աշխատակիցները, փայատերերը, ու տենց վարձով տալիս են, էլի։ Չգիտեմ, ենթադրում եմ ուղղակի։ Ինչ հավեսով սարքած է, չէ։ Դեհը Պարզա սրա տեղը մի հատ քառակուսի կառույց կա, ես նույն գործը կարար անել, չէ, փաստորեն։ Հələ լավա չեն քանդել։ Դիմակահանդես ստուդիո։ Հա, արդեն գիտենք, ստուդիաները վարձակալում են։ Բարդ բաներ գրած չհասկացա։ Fin Lega Consult, չէր։ Հա, պետք է բարձրանամ ընդեղից, հա, փողոց անցնում։ Հետաքրքիր է, մինչև ստեղ հասնում էր խլադո կոմբինատը։ Հայերեն ոնց կնի չգիտեմ։ Հա, այնտեղ հետևը արդեն բարձրահարկները վրա են տվել։ Կողմնակի մեքենաների և մարդկանց մուտքը արգելվում է։ Ես կողմնակի եմ, հա, ինչ եմ։ Օ, լրիվ քանդած է մեջը։ Հա, այս մենակ ֆասադն է մնացել, սա քանդած է։ Էն էլ այս կողմն է։ Գրեթե քանդած է լրիվ։ Կարող է իմանաք ստեղի ինչ էր առաջ։ Որտեղ։ Էս սրա տեղը էլի սովետի վաղտ։ Հա, խալաձելիքներ, հա։ Հա, ինչև ստեղ պաստորեն խալաձելիքներ գալի։ Հա, այս անմխիթար տեսք է, այս մասելը մի քիչ մնացել է, այն վացը լրիվ են քանդել։ Լավ։ Աստեղ ինչ է գրացին, նա ես ինչ է։ Հաշվապահական ծառայություններ։ Ոնց ասեց խալաձիլնիկն է։ Ու ինչ, սա էլ է խալաձիլնիկը։ Աստված գիտի։Աշե կապած են իրար։ Այս շենքն էլ էր գեղեցիկ շատ, չէ, հիշում եք ես կանանչը լավ ծաղկում էր, սիրուն էր։ Այո, սա էլ է եղել խալաձիլնիկը, հիմա գրին պարադիս սենց տեղա, դրա համար էլ սենց կանանչ էր էլի ֆասադը միշտ, որտեղ գրին պարադիզն է։ Ներսը ինչ-որ ասին չի կարելի նկարել, ինչի չգիտեմ։ Հոշն ծաղիկներ են լիքը։
Ես հələ Green Paradise-ն է, ես հələ իրանք ու ասեցին այս շենքով պրծնում է Հլադո կոմբինատը փաստորեն ահագին մեծ տարածք է, ահագին մեծ այս արջևը սենց է, փաստորեն սա հենց այսքան էլ կլինի, չէ, երևի դժվար սա բարձրացնեն նրանց սաղին ոչ են փակելու այսպես մի հատ բան Հլադո կոմբինատին բոլոր էլի գեղեցիկ շենք էին սարքել այն ժամանակ արդեն ջուր խմելու հավեսը եկել է Ես GoPro-ն կարող է թռչեցել Չէ ոնց էր Ես էլ կանգար Ես թվում է այս կանգարի ժողովուրդը որ այդքան հեռու չի գնում կանգնած մտածում են Արժի ես խցանման մեջ մտնել, թե ոտով գնանք Հեսա ես էլ եմ այդ խցանման մեջ մտնելու Պետք գնամ փաստորեն շրջադարձվեմ, ինչ-որ ստեղ անենք մի տեղից Վայ, վայ, վայ Այնտեղ մի տեղ ասում էին Ինչ գործարաներ, Անահիտ է լավ գիտել, գարուն միավորում էր ասում, ինչ էր ասում Չեմ իշում, ինչ անա Այս շենք էր, եկել մտել Հլադո կոմբինատի տարածքը Հետաքրքիր ինչով էր զբաղվում Հլադո կոմբինատը Պահեստի նման տեղ էր, հա? Մսերի վանի պաշարներն էին պահում Տենց որ ուրիշ բան էր Եվ կարա իմանա Դե վերելքը սկսեցինք Մի քիչ բարձացա Այնտեղ Սաս ֆուտբոլն է Ստերել սենց պատմություններ Լոխ նորակառույց, ստեղել են, սրծամ դրել Սա երևի Ստորգետնյան է Կարծում եմ մի հատ տանիք կանեն Էլ չեն բարձացնի Գլխավոր շենքը սա է Են էլ խորքեր են, բակեր է իրանց Են անգամ ինչ-որ Պարիսպի ծակերից էի նկարում Նոր ստեղ էի Ես էլ խցանում Ստեղ ես ոնց եմ շրջադարձվելու չգիտեմ Են կողմել ինչ ազատ է այմատ Նա տեղ էլ չկա մարդ բակերով մտնել ընդեղ դուր գար Որտև սաղ բակերը անցա կանգնելու տեղ էի մանգալի
Ես էլ խցանում է այս կողմից։ Հենա Sas Food Court-ը Կրկեսնա Այդ հյուրանոցնա W-ին ինչ Այս մեկն է նայեք ստեղից ինչ մեծ է Դիմացից նեղ շենք ես, չէ? Այդ մամուլի շենք, որ ասեցի է դա Ես էլ Այս կողմի կանգարի ժողովուրդը Սա կոչվում է Space Noah Եկնա իմացի Հա, շրջադարձը փաստորեն կամուրջի տակից պետք է անեմ, հա? Հատ է կողմնել նայեմ, լավ հասկանամ Հա, պետք է գամ ստեղ սենց տարապեմ Ինչև թույլ տան է, ուր թույլ տան ես մարդիկը լստեղ նայեք Ոչինչ առաջի անգամ չի Այնտեղից էլ ինչ է շտա շրջադարձվելը Մարդ պետք է շրջադարձային բախտ ունենա Այն անգամ բողոքեցի չէ որ հաշվանդամները չեն կարա այս անցումով օգտվեն Բայց մերոնցից մեկը ոնց որ ինչ-որ մի բան գրեց Համաձայն չէր չեմ հիշում հաստատ Հեսա կնայեմ նորից կարող է մի բան կա Չէ, բայց որդ է, եթե լիֆտ ըլնի, ստեղ պետք է գա, չէ? Չէ, այս լիֆտ չի հաս, չէ, չկա ոչ մի բան Դեք սարի թաղն է Հա, էլ է Գնացին Արաքս մարզադաշտը գիտենք Նորքի 8-րդ զանգվածից է գալի ավտոբուսը Չարպախում էր էլի, չէ՞, մոտավորապես Արաքսը Հեսա, խլադոկոմբինատը ստերից է սկսում է Դենաս հայերեն ոնց է Ցրտակոմբինատ չի կարալնի, սարց է երևի ինչ-որ Բայց ամենագեղեցիկը են կադաստրի շենքներ Չնայած սա էլ մոտիկից տեսակ ինչքան գեղեցիկ էր արած Բենզինը 500 չի փոխվել ոչ մի բան Կարծեմ ես փողոցն է, գիտեք ժողովուրդ, սենց եթե գնաք վերջը պետքա որ դուրս գաք Երևանյան Բերդ Այս փողոցի անունը կարող է իմանաք Փողոցի անունը կարող է իմանաք Հաջան Բրյուսով Մի հատ էլ բան հարցնեմ էլի, սենց որ գնամ այն հրազդանի կիրճը դուրս կգամ Եթե չգիտեմ Չգիտեք, հա
Բրուսով խաղացում էր։ Պատի որ դուրս գամ էլ է երևի։ Մի րոպե, եթե շրջադարձ չանեմ, մտնեմ այդտեղից գնամ, հա, բայց հետո ընդեղն ես քանդած ճանապարհ էր։ Բայց բոլոր դեպքերում վատ չէր, ժողովուրդ։ Թեկուզ քանդած գոնե։ Դուրս կգամ ուր։ Հա, հաղթանակի կամուրջ դուրս կգամ։ Գուցե փորձեմ տենց։ Ափսոս այդ կինը չգիտեմ, կիրճ դուրս կգամ։ Նորմալ երևանյան շենք։ Նայում եք ինչ գեղեցիկ է կադաստրի շենքը։ Հետո գնա հետ։ Ոսկու գործարանը Ձախից։ Ես էլ բակը, որտեղ ինձ ստեղ չտվեցին, ստեղ սաղ տուպիկները, ոչ մի հրազդանի կիրճ ստեղից չինի դուրս գալ։ Այդ Բրուսովն եմ մտածում արժի, թե կարող գնամ քաշվեմ։ Դե վերջ հասա մեքենայիս։ Գնացի։ Ընկերներիս պետք է հանդիպեմ, որ ավանտյուրայի դիմեմ կարող է հանկարծ չստացվի ուշանում։ Չէ, եկեք սետիկի ես տեղից սուսպուս շրջադարձս անեմ։ Ես ինչքան մեքենա անգան առաջ։ Ասամ կրկես։ Ստեղ ոստիկան է։ Ոստիկաններ են ռեգուլիրովկայով զբաղվում։ Այս քաղաքի ծանրագույն խաչմերուկներից մեկն է։ Եթե ոչ ամենածանրը։ Պաստորեն Արշակունյաց Գրիգոր Լուսավորիչ այդ խաչմերուկն է։ Աշխատեկը տեղ չեն գնալ։ Հատկապես են կողմից գալուց։ Ահա քին եկանք։ Հիմա ստեղ կթեքվենք Իտալիայի փողոց։ Այս ոստիկանը ուղարկեց Ներսնիկյանի արձանը, ես ինչ-որ աշխատանքներ են ստեղ փակել են, տենում եք մի քիչ ստեղ Վարդանյանները, Ձախից Վարդանյանների շատրվանը, Աչից Իտալիայի դեսպանատունը անցանք,
Մեկն էլ հյուրանոցն է։ Ես աչից ասեցի, տալի դեսպանատունը ճիշտ է աչիցն է։ Ես հյուրանոցն էլ աչից։ Best Western է կոչվում։ Հետո կգա Խորենացի փողոցը։ Ու Շահումյան հրապարակը։ Շահումյան հրապարակն էլ կտրենք, Խորենացի փողոցն էլ ու Ազգեն Սարգսյան փողոց։ Այս աչի վրա կենտրոնական բանկն է, սպիտակը եւ այլն։ Իսկ ձախի վրա շատրվանները 2750 մտանք հանրապետության հեսա կմտնենք գլխավոր հրապարակը անայտը ասած ես ինչ ուզում ինձ խփի գնացինք Ջենք ոստիկանը ինչ արեց կանգնացրեց նրանց բա մենք ինչ անենք մենք հələ որ գնանք ես ինչ է կանգնացրեց ես նեղ րոպեին մեր ուշացումը կառավարությունն է դուրս գալու ինչ առնելու հա Կառավարությունը գնաց, ես էլ ասում եմ ինչ է սաղ սիգնալ տալի չեղայնացան տեսակ գնալու մոմենտը չնկատեցի, ես էլ ասում եմ ես կան սիգնալ տալի Ես կոչվում արդեն հայի բաղթ ժողովուրդ հենց այդ ժամին գա այդտեղ կանգնի էլի երեսը զանգ տվեց ասում է ես արդեն Փարիզյանում եմ դե գնա հիմա 6:30 պետք է լիներ բայց հիմա եթե ինձ կայանատեղ տան նորմալ Ես կարող եմ նույնիսկ 6:30 հասնեմ, չնայած ես սաղ անհաջողություններին Նավմանձյան փողոց, տնանք ստեղի ոստիկան ինչ է մտածում։ Չէ, գնացինք։ Ես այդ Փարիզյանին որ կողմից մոտենամ, որ մի կանգնելու տեղ լինի։ Ասենք Մոսկովյանով չեմ կարա, Նավմանձյանով որ բարձանամ, ընդեղ սարքել են միակողմանի։ Դե Նավմանձյան փողոց։ Ես էլ Խաչմերուկը Թումանյանի հետ գնաց Հայ ազգը Երևանյան հետյոտը Ոչինչ, մի օր էլ մենք կգնանք որ ասում էի չէիք հավատում տեսակ որ գնացինք Ձախից Ալեգին ու Լիլիթին ողջունենք, Լիլիթին ու Հրանտին ողջունենք, այ Վարդանից է շատ անհանգիստ անայիտ ես Խաչմերուկում հիշում եք, Վարդեր էր վաճառում միշտ կանգնած չկա ու չկա արդեն ինչքան ժամանակ կա։ Մի վաղտ էլ հեծանիվը կանգնած էր, բայց հիմա ոնց էր էլ չկա։ Լուսանք, վայ Կան, ծաղիկները դրած է ժողովուրդ։
մեքենաներով փակված էր ուղակի։ Անահիտին ասեմ կուրախանա։ Իրան չտեսա ճիշտ է, բայց ծաղիկները դրած էր, իր այդ մեքենա էր, մոտոցիկլետ էր, թե հեծանի վեր կանգնած էր։ Էլի խցանում։ Այ ածնա աչից կանանչը տվեց, տնանք ոստիկանը ինչ կոսի թուլ տվեց ապսոս էլի Մոսկովյանը այս կողմից բացելներ ակին մոտիկ կկանգների իսկ հիմա լավ թեքնիսկյան ուրիշ ճար չունեմ Արմեներգոն Աբովյան փողոց ու Պոկվանք Հրազդան Հա? Հանց 32 Հաստորեն Նիկոլը ճանապարհը շկադրեր Վախտին կհասնեի, հա? Հիմա այդ քաղաքականությունն է ժողովուրդ, թե չէ? Հա, Դավիթ, 2 րոպեից ուտեղ եմ։ Հա։ Ասեց սաղ հավաքվել են, քեզ են պահանջում։ Հա, էլի։ Ասեցի 2 րոպեից, ճիշտ եմ ասել, ինձ թվում է։ Հենց 34 Թափեցնի։ Լավ շան։ 6 րոպե ուշացա։ Եկեք եստեղ ավարտեմ ժողովուրդ ջան։ Լավ մնաք։ Միշտ առողջ եւ խաղաղ երկինք։ Ու ձեր ճանապարհը թող ոչ մեկը չկտրի։ Ու վերջում Անահիտի նկարած մայրամուտները նայեք եւ մինչեւ վաղը։